Հայաստանի հարավը Վայոց ձորի մարզը շարունակում է մնալ ոչ միայն հայկական գինեգործության օժան, այլև տնտեսական ու տուրիստական նոր նախաձեռնությունների կենտրոն։ Եղեգնաձոր խոշորացված համայնքի Գետափ բնակավայրում M2 միջպետական մայրուղու հարևանությամբ իրականացվում է ծավալուն ներդրումային հերթական ծրագիրը, որը հավակնում է դառնալ մարզի այցեքարտերից մեկը։ Թավիթյան Վինյարդ ՍՊ-ի տնօրեն Ալեքսանդր Մելտոնյանը նշում է, որ համալիրը ոչ միայն գինեգործական կենտրոն է, այլև հյուրընկալության ամբողջական ենթակառուցվածք։ Տվյալ պահին մենք գտնվում ենք Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր խոշորացված համայնքի գյուղ Գետափ տարածքում M2 միջպետական մայրուղուց մոտ 800 մետր հեռավորության վրա իրականացնում ենք ներդրումային խոշոր ծրագիր 120 հեկտար տարածքի վրա, որը բաղկացած է հյուրանոցի 2 մասնաշենքից ընդհանուր 80 սենյակ capacity-ով տարողությամբ։ Ըստ ծրագրի 2028 թվականին այստեղ կգործեն հյուրանոցային համալիրը, լողավազանը, սպա կենտրոնը, համերգասրահն ու գինեգործարանը։ Շուրջ 35 միլիոն դոլար արժողությամբ ներդրումային ծրագիրը, որն այս պահին արդեն 50%-ով պատրաստ է, լուրջ ազդակ կհաղորդի տարածաշրջանի տնտեսությանը, ապահովելով 100-ից 120 նոր աշխատատեղ։ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի կառուցումը, որն անցնելու է ծրագրի հարևանությամբ, նոր հնարավորություններ է բացում։ Տնօրենի խոսքով Վայոց ձորը մեծ ներուժ ունի եւ նախագիծը կդառնա հարմարավետ հանգրվան դեպի հարևան մարզ ուղևորվողների համար։ Գտնում ենք, որ Վայոց ձորի մարզը տուրիստական շատ մեծ ներուժ ունի, որը որ կարծում եմ պրոյեկտի իրականացնելուց հետո ավելի կշատանա տուրիստական հոսքերը դեպի մարզ, ինչպես նաեւ դիտարկում ենք որպես տարանցիկ գոտի Սյունիքի մարզ գնալուց կամ վերադառնալուց կարող են հանգրվանել մեր մոտ, հանգստանալ, գինի խմել եւ ժամանցային վայրերից կարող են օգտվել։ Գինեգործարանի հիմքերի փորման ժամանակ այստեղ հնագիտական գտածոներ են հայտնաբերվել։ Այս տարածքը հարուստ պատմություն ունի եւ ընկերությունը մտադիր է պահպանել ու ներկայացնել այն զբոսաշրջիկներին։ Գինեգործարանի հիմքերի քանդման ընթացքում հայտնաբերվել են որոշակի հնագիտական արժեք ներկայացնող գտածոներ։ Այս պահին աշխատում ենք կրթության եւ գիտության նախարարության հետ, որպեսզի կազմակերպենք հետագա պեղումները։ Նպատակ ունենք գինեգործարանում որոշակի տուրիստական մաս ունենանք, որտեղ որ նաեւ կներկայացվեն գտածոները։ Ըստ նախնական տվյալների գտածոները թվագրվում են ուրարտականից մինչև անտիկ ժամանակներով։ Հաշվի առնելով նաև մոտակա Արենիի քարանձավի հայտնի բացահայտումները, ներդրողները լավատես են, որ հետագա պեղումները նոր գինեգործությանը վերաբերող պատմական փաստեր կբացահայտեն։ Մինչ այս մեծ ծրագրերի իրագործումը ընկերությունը զարգացնում է իր գինեգործական ուղղությունը։ Այգիներում աճեցվում են հայկական խաղողի ավանդական տեսակներ՝ արենի եւ ոսկեհատ։ Արտադրվող գինին ներկայումս իրացվում է տեղական շուկայում, սակայն հետագա անելիքներն ավելի հավակնոտ են։ Ընկերությունը մտադիր է մոտ ապագայում հասցնել արտադրության ծավալները մինչև 100,000 շշի, արտադրանքի մեծ մասն ուղղելով արտահանման։